այս ընթացքում անընդհատ ոնց որ Կարենին ինձ ստիպեց, ես մի անգամ էլ անդրադառնամ Մխիթար Սեբաստացու կյանքին ու գործունեությանը։ Այն համառությունը, պատասխանատվությունը իր գործի, իր առաքելության նկատմամբ, որ ուներ Մխիթար Սեբաստացին, որ իր այդ ամեն ինչով հետո դարձավ մեր երկրորդ լուսավորիչը, ինքոր լուսավորիչից հետո ոնց որ անունը այդ կրթահամալիրի վրա դնելով, այդ ամեն ինչը անցավ կրթահամալիրի նրա աշխատողներին, նրա ուսուցիչներին, ես չգիտեմ ոնց եմ ձեր մոտ կոչվում։ Դասավանդել։ Չէ, դասավանդելը ես գիտեմ ոնց են դասավանդում, որտեղ 89 թվականին երբ ես Բաքվի մանկավարժական ուսումնարանում էի աշխատում, հեռակա առնչվեցի, զարմանալի էր, նորություններ, նորարարություններ, ինչ որտեղ դժվար էինք ընկալում, բայց այսօր արդեն Կարենին ապացուցեց, որ եւ այդ ամեն ինչը իր արդյունքները տալիս է։ Նման աշակերտներ, նման երիտասարդներ այդ կրթահամալիրից որ դուրս են գալիս այդ խորությամբ, իրանց այդ պատասխանատվությամբ, դա արդեն մեզ հույս է ներշնչում ապագայի նկատմամբ, որ դեռ ամեն ինչ կորած չի։ Երբ որ այս տարիքի պատանիներ, աղջիկներ արդեն փորձ են կատարում հասկանալ Կարեն Դեմիրճյանին, մենք արդեն զգում ենք, որ չէ, այս երիտասարդները, այս սերունդը նկատում է այն փարոսը, դեպի որը պետքա մեր ժողովուրդը, մեր պետական նավը լողա։ Դա ամենաճիշտ հանդերձանն է, որ մեզ կփրկի ամեն ինչից։ Ընդհակառակը ես եմ ուզում շնորհակալություն հայտնել կրթահամալիրի բոլոր աշխատակիցներին եւ աշակերտներին, հորդորել, որ նրանք այդ պատասխանատվությամբ, ոնց որ Կարենին ստիպեց մեզ անել այս ամեն ինչը, իհարկե ինքն մեզ հետ, բայց անել սենց ցույց տալ, այս ամբյոնը անպայման լինի այն մի խոսքով։ Այդ համառությամբ, այդ պատասխանատվությամբ շարունակի ձեր գործը։ Պարոն Բլեյար, ձեզ շնորհակալություն, ես փոքր մարդ եմ, որ ասեմ ձեր գործունեության համար, գնահատական տալ, բան չի, ափսոս, որ թանգարանի գիտ խորհուրդը կոչում շնորհելու իրավունք չունի, բայց հանձնարարել են ինձ պատվոգրող պարգևատրել Կարեն Լադոյանին եւ գիտական ղեկավար Նազելի Պետրոսյանին, որտեղ